Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ շինանյութի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող որոշ տնտեսվարող սուբյեկտներ հնարավոր է աշխատում են հարկերից խուսափելու, իրացման շրջանառությունները թեր հայտարարագրելու եւ անապրանք գործարքների միջոցով հարկային պարտավորությունները նվազեցնելու սխեմայով։ Ստացված տեղեկությունները իրացնելու նպատակով հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել, ձեռնարկել եւ իրականացրել են բազմափուլ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ծածկագրված եղանակով իրականացվել է արտաքին դիտման օպերատիվ հետախուզական միջոցառումը, որի ընթացքում քարտեզագրվել են Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանից դուրս եկող բեռնատարների երթուղիները։ Նույնականացվել են հաշվառման համարանիշերը, մատակարարումների ուղղությունները։ Այնուհետև ստացված տվյալները համադրվել են ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների եւ հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ։ Հենց այդ համադրման շնորհիվ բացահայտվել է իրավախախտումների իրական ծավալը։ Մասնավորապես արտաքին դիտման ընթացքում արձանագրվել է, որ նույն օրվա ընթացքում գործարանի տարածքից դուրս է եկել 101 բեռնատար մեքենա։ Դրանցից 35-ի իրականացած մատակարարումների մասով հարկային հաշիվներ դուրս գրված չեն եղել։ Եվ միայն մեկ օրվա ընթացքում առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի մատակարարվել է շուրջ 43.2 միլիոն դրամի ցեմենտ, ինչի հետևանքով պետական բյուջե պակաս է հաշվարկվել շուրջ 7.2 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվել են ընկերության մատակարարման ամբողջ շղթայի ուսումնասիրությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության եւ համադրման արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ նաեւ, որ շուրջ 1 միլիարդ դրամ արժեքով 2.6 միլիոն լիտր դիզելային վառելիքի ձեռքբերումները ձևակերպվել են հնարավոր անապրանք հարկային հաշիվներով։ Այնուհետև այդ փաստաթղթերն օգտագործվել են ավելացված արժեքի հարկի հաշվանցման եւ շահութահարկի հարկման բազայի նվազեցման նպատակով։ Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 442 միլիոն դրամի վնաս։ Համարիր օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել են նաև միևնույն սեփականատիրոջը պատկանող Երևան քաղաքում եւ Կոտայքի մարզում գործող բետոնի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերության գործունեության մեջ արկա հնարավոր հարկային իրավախախտումներ։ Պարզվել է, որ ընկերությունը շուրջ 73 միլիոն դրամի բետոնի իրացում չի արտացոլել հարկային հաշվառումներում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 23 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ, որ ընկերության կողմից ձևակերպվել են շուրջ 49 միլիոն դրամի հնարավոր անապրանք ձեռքբերումներ, ինչի հետևանքով նախնական տվյալներով պետությանը պատճառվել է եւս շուրջ 23 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված փաստերի հիման վրա հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ եւ իրականացվում է նախաքննություն։ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետեւողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության, հարկային իրավախախտումների եւ հարկերից խուսափելու բոլոր դրսեւորումների դեմ, կիրառելով օրենսդրությամբ նախատեսված օպերատիվ հետախուզական գործիքակազմը, բացահայտելով հարկերից խուսափելու մեխանիզմները եւ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ, պետական բյուջեի եկամուտների լիարժեք հավաքագրումն ու պետության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։